Անուն հոր եւ որդվո եւ օգրին սրբո ամեն։ Գերարկելի մեծավարար, գերարկելի վարտաբեդ, գերավադի վարտաբեդներ։ Դադաստան ընելու համար եկա այս աշխարհը։ Սիրելի ավարտացյալներ, Դադաստանը, որ Հիսուս եկած է ընելու մեզ մե յուրաքանչյուր անձի իր արժանիքին համեմատ վարձ կամ բադիժ ընդունիլն է։ Այսինքն մեր կյանքի ընթացքը ինչպես էր։ Արդյոք քրիստոնյա վայել կյանքը ապրեցանք, թե Քրիստոսի բادرաններուն եւ օրենքներուն հագարակ ապրեցանք։ Այսօր համար պիտի դատվինք։ Հիսուս երբ աշխարհ եկավ եւ իր քարոզությունը սկսավ, շատեր ընդունեցան եւ շատեր հագարակեցան։ Անոնք, որոնք իրենց հբարդության եւ գիտության վրա ճշմարտությունը պիտի չընդունին, իրոք ճշմարտութենե պիտի զրկվին։ Ճշմարտության լույսը պիտի չտեսնեն եւ գույրերու նման լույսեն զրկված պիտի մնան։ Ինչու գսեմ այս բոլորը, որովհետեւ Հիսուս կխոսի տեսնելու եւ չտեսնելու մասին։ Տեսնելու եւ չտեսնելու հագատրությունը հայտնաբես գույրին բժշկության գակնարկե, բայց արումը նյութական չէ, այլ տեսական եւ հոգեգան, եւ մարմնո տեսության օրինակը միտքի եւ հոգիի տեսությունը բացատրելու համար կործածված է։ Այսօր մեզ մե քանի հոգի գույր է, քանի հոգի ճշմարտությունը գիտնալով գուրանա Քրիստոսը, որբեսի անդարբեր չերևի ուրիշին արջև։ Այսօր ոմանք դժբախտաբար գամչնան ճշմարտությունը ասելու, գամչնան ասելու ճշմարիտ խոսքերը, գամչնան նույնիսկ ասելու, որ մենք քրիստոնյա ենք։ Վայ մեզի, եթե ճշմարտությունը գիտնալով հանդերձ չենք կարոզեր։ Վայ մեզի, եթե գամչնանք մեր քրիստոնեութենեն։ Այսօր շատեր նույնիսկ թեմ չեն գնար դարբեր հոսանքներու դիմաց ասելով մեզի ինչ կուզես թողնեն։ Հիսուս իր խոսքին մեջ փարիսեցիներուն ասել ուզեց. հիմա որ ձեր բեռնով գխոսովանիք, թե օրենք եւ մարգարեություն գիծողներ եք, քանի որ օրենքները եւ մարգարեությունները իմ կարոզություններս կհավաստեն, եւ դուք չեք հոժարիր իմ կարոզություններս ընդունել, ուրեմն գամովին ճշմարտությունը մերժողներ եւ հավակնությամբ ճշմարտության հագարագով ըլլալնիտ կհաստատեք։ Ձեր բեռնով ձեր հանցանքը վճռած կլակ։ Հիսուս փարիսեցիներու ընթացքը ավելի հստակ կերպով բացատրելու եւ իր աշխարհ գալուն եւ աշխարհի մեջ ըրած գործին ճշմարիտ նպատակը ճիշտ կերպով իմացնելու համար գշարունակե ճշմարիտ հովիվի, այսինքն քաչ, արթուն, բարի հովիվի օրինակով։ Հիսուս այս արագին մեջ գործած է մի քանի բառեր. հովիվ, ոչխար եւ քայլ։ Հովիվ, որ կնշանակե առաջնորդ, ոչխար, որ կնշանակե մարդ, իսկ քայլ, որ կնշանակե սատանա։ Ոչխարները գիտեն իրենց հովիվին ցայնը, գվստահին իրեն եւ իր յետևեն կգալեն, որովհետեւ իրենց առաջնորդ է ապահով գերբով։ Սիրելի ավարտացյալներ, եկեք այսօր մենք ալ վստահություն ունենանք մեր հովիվներուն, վստահենք եկեղեցվո ճշմարիտ օրենքներուն, մեր հովիվները գուղեն մեզի եկեղեցվո օրենքներուն համաձայն։ Այս դժվար օրերուն եկեղեցին կմնա հաստատ եւ գանկուն, որովհետեւ հիմնված է ճշմարտության վրա։ Ինչ գեղեցիկ է լսել այսօրվա ավետարանի մեջ, որ գսե իրենց անունով կգանչե։ Ասի ասել գուզե, թե Աստված մեզ մե ամեն մեկուն մեգիկ կճանչնա եւ ոչ թե որպես բարձաբես թիվ։ Անկիդե մեր հոգնությունները, մեր վերքերը, մեր վախերը, նույնիսկ մեր արցունքները, որ շատ անգամներ ոչ ոք կտեսնե։ Այսօր մեր բարդականությունը որպես հովիվներ ծանր է սիրելիներ։ Մենք պետք է մեր հոդին հոգ տանենք, հոգևոր սնունդ տանք, հոգնածներուն գողքին ըլլանք, հիվանդներուն հասնենք, լքվածներուն առնենք մերքով, որբեսի անդարբեր չսկան։ Այս բոլորը եւ շատ ուրիշ բարականեր մեր առջև ունենք։ Եթե մենք այս բոլորը չնենք, օրը կայլը գահարցագի եւ գահապշտագե, այստեղ
հովիվը իր թերը պետք է շատ լավ գադարե։ Հիսուս կսե նաև ես եմ ոչխարներուն թուրը։ Թուրը այստեղ փրկության, ապահովության եւ կյանքի ճամփան ցույց կտա մեզի։ Այսօրվա կյանքը ուրիշ շատ թռներ կփանա, ինչպես դրամական, իշխանության, անձնասիրության եւ այլն, բայց այս բոլոր թռները գուղեն միայն հոգնության, բայց Քրիստոսի թուրը միակ թուրն է, որ կդանի խաղաղության։ Եվ ավետարանի մեջ կգարտանք նաև փող եւ ավազակ բարերը, որոնք կրնան լալ այսօր մեղքը, բացասական խաղապարները եւ ուսահատությունը, բոլոր գործերը, որ գցկեն մարդը հերանա Աստուծմե, բոլոր դարբեր ցայները, որ կփորձեն մեզ հերացնել Աստուծո ցայնեն։ Բայց չմոռնանք, որ ճշմարիտ հովիվը նույն ինքն Քրիստոսն է։ Եթե կփնտրես քուրքուրանք, հոգադարություն եւ խնամք, եթե կփնտրես մեկը, որուն գարենաս վստահիլ եւ անգեղծությամբ սիրտդ բանալ, եթե կփնտրես մեկը, որուն գարենաս վիշտիտ մասին խոսիլ եւ բուժում գտնել, եթե մեկը կփնտրես, որուն գարենաս մտահոգություններդ բարձել եւ լուծումը ստանալ, թիմե իրավ եւ ճշմարիտ հովիվին Հիսուս Քրիստոսի, որու օրինակին հետևելով գազմագերբե կյանքդ եւ ընթացքդ, մանավանդ եթե կպատրաստվիս թուն եւս հովիվ ըլլալու ամեն։ Գուզեմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Լևոնյան Կայանապետական ջամարանի մեծավորին, որ այսօր ինձ արիթը տվավ բادرակելու եւ աղոթելու ձեր հետ։ Գմնակի աղոթներուս մեջ միասին աղոթենք, որովհետեւ օրին մեկը դուգալ հասնիկ սուրբ խորան եւ ինչու՞ չէ օրը միասին բادرակենք։ Ամեն։